Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր նոյեմբերի 22։ Այն օրերը և այն ժամանակը, ասում է Տերը, պիտի Իսրայելի անօրենությունը որոնվի, բայց պիտի չլինինը, և Հուդայի մեղքերը, բայց պիտի չգտնվեն, որովհետև ես պիտի ներեմ նրանց, որոնց մնացորդ պահեցի։ Երեմիա 50-րդ գլուխ 20-րդ խոսք։ Իսկապես փառահեղ խոսք է, ինչ կատարյալ ներում է այստեղ խոստացված Իսրայելի և Հուդայի մեղավոր ազգերին։ Մեղքը կհեռացվի և այն պիտի չգտնվի, այնպես ջնջվի, որ այլևս չլինի։ Փառք ներողամտության Աստծուն։ Սատանան մեղքեր է փնտրում մեզ մեղադրելու համար, մեր թշնամիները դրանք փնտրում են մեզ պատասխանատվության ենթարկելու համար, անգամ մեծ եռանդով մեր սեփական խիղճն է դրանք փնտրում մեր դեմ գործածելու համար։ Բայց երբ Տերը կիրառում է Տեր Հիսուսի թանկարժեք արյունը, մենք ոչ մի որոնումից չենք վախենում, քանի որ պիտի չլինի դրանք և պիտի չգտնվեն։ Տերը ջնջել է իր ժողովրդի մեղքերը, նա վերջ է դրել անօրենությանը և վերջ է դրել մեղքին։ Տեր Հիսուսի զոհաբերությունը մեր մեղքերը նետել է ծովի անդունդը, սա մեզ լցնում է անասելի ուրախությամբ։ Մեղքը ոչնչացվում է այն պատճառով, որ Աստված ինքը ներում է իր ընտրյալներին։ Նրա շնորհի խոսքը ոչ միայն թագավորական է, այլև աստվածային։ Նա մեղքերի թողություն է հայտարարում և մենք թողություն ենք ստանում։ Նա կիրառում է քավությունը և այդ պահից սկսած նրա ժողովուրդը ազատվում է դատապարտության ամեն վախից։ Օրհնյալ լինի մեղքը ոչնչացնող Աստծո փառահեղ անունը։